Հիմա այս գրքի վրա որ աշխատում եմ, վերցրել եմ դերձակի բառապաշարը գրի եմ առնում։ Ինչքան դերձակի հետ կապված, թելու ասեղա, մակրատու կանոնա եւ հագուստի տեսակները գրի եմ առնում։ Հիմա գրեցի խալաթ, կանգնեցի։ Խալաթի ծագումը չեմ հասկանում, որտեղի է։ Արաբական չէ։ Նայում եմ, չկա։ Հետո հիշեցի, որ սասունցի եղբայրները գնացել են խլաթ քաղաք։ Ասում եմ, կարող է խլաթն է։ Հիմա իմ ընկերներից մեկը մի հրաշալի հայագետ Հովանեսը եկավ ինձ մոտ հյուր, իր հետ կիսվեցի։ Ասում ապա ես քո ցավը տանեմ ու երգեց երգ։ Խալաթ է երգվում, բայց բնական է, որ հասկացվում է, որ քաղաքի մասին է։ Ասում է, ես էլ չէի հասկանում, ինչ կապ ունի խալաթը այս երգի հետ։ Եկավ բռնեց, երբ որ բան ես անում, փնտրում ես գտնվում է։ Ուրեմն ես քեզ ասեմ դերձակի բառապաշարի 95%-ը հայերեն է։ Ճարտարապետի բառապաշարի 100%-ը հայերեն է։ Եվ այլն։ Մենք այս աշխարհը ստեղծել ենք, դրել ենք պատրաստի, եւ երբ որ նայում ես եվրոպական բոլոր քաղաքները 1200 տարից հետո են ստեղծվել։ Հա, Իտալիայա, Գերմանիայա, բանը 12-րդ դարերին որպես քաղաք սկսել է գործել եւ ծաղկունք ապրել, որտեղ արհեստներ կան, որտեղ արևտուր կա եւ այլն։ Ոչ թե պեղումներ, հա, որ Պոմպեայում բանը կյանք ա եղել։ Հիմա 12-րդ դար։ Այսինքն անին, որտեղ կար 1000 եկեղեցի։ 1000 եկեղեցի, փողոցում ամեն փողոցում եկեղեցի չկա։ Ուրեմն ինչքան հսկայական էր անին, եթե 1000 եկեղեցի ուներ։ Ուրեմն ինչքան զարգացած քաղաքներ էին։ Ուրեմն Հովանին քաղաք չէր, թագավորություն էր։ Ուրեմն այնտեղից դուրս եկած ես շատ եմ աղբյուրներ տեսել, որ Լեհաստանի թագավորն ականջ է անի բնակիչներին իր մոտ, Լիտվայի թագավորն ականջել։ Ու 12-րդ դարում, երբ որ գնացել են, սկսվել է շինարարություն, սկսվել են արհեստներ ու սկսվել է վերածնունդ։